Տարբեր համապետական, հիմնականում համապետական այնտեղ մասերի ընդդիմադիր ռոբասերժականը սենց մասան, որտեղ որ արկա է, նույն լրատվամիջոցները ձեր նույն Կարծում եմ քաղաքականությունը եկեղեցի մտցնելը սխալ է։ Քաղաքականությունը 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ քաղաքականությունը, կառավարությունը չի մտնի եկեղեցու մեջ, մենք անկախ ենք գործելու։ Այդ ոնց ստացվեց, որ հեղափոխությունից 7 տարի հետո հանկարծ մտած է։ Ահա, Վեհարանը նախարարին թող Ռուսաստանի համար գործակալ որպես չաշխատի, կոնկրետ Վեհարանը դատարանում չենք հարգելիս, դատարանում չենք, երբ որ ես որ խոսում եմ անգրագիտությունից, դուք ասում եք, նայեք, ես պատասխանում եմ հարցին, դուք թիրախավորել, ես միջև այդ էլ, ես երբ որ ծառայել եմ եկեղեցում, այդ դուք ասում եք աշխատել, դա աշխատանք չի, դա ծառայություն է, դուք ասեցիք, Ինչև է նա վրիպակեր, օրինակ ծառայպես, դուք ձեր հարցին պատասխանեք, բայց ծառայել բանը հեն չեն նրան։ Այո, Դուք պատասխանեք հարցին, ոչ թե մեղադրեք լրագրողներին, ինչ որ անգագիտության եւ այլն մեջ։ Դուք այդ իրավունքը նայեք, ՔՊ-ում չեն, նայեք, ՔՊ-ն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում չեն աշխատում։ Ես անդամակցում եմ։ Երբ որ ես եկեղեցուց դուրս եմ եկել, Կտրիչ Ներսիսյանի արարքների հետևանքով ոչ իրավաչափ, երբ որ լավ կոնկրետ ուրեմն 2020 թվականին դիմել եմ Գևորգյան հոգևոր ճեմարան, հանձնելով քննությունը, ուրեմն մի քանի հանձնելով քննություն հայոց պատմության գրավոր, ուրեմն այդ ժամանակ, երբ որ հարցազրույց էր, հարցազրույցի ընթացքում իմ ֆիզիոլոգիական մարմինը, ասենց ասեմ, ձեռք առնվեց ու հնարավորինս հոգևորականների կողմից անուններ, եթե պետք է նշեմ, կոնկրետ Հայր Մեսրոպ գոյություն ուներ, հիմա սրբազան է արդեն, եպիսկոպոս է և Տեր Հովել հոգևորական գոյություն ունի, որ կոնկրետ իմ գիրությունը ուղղակի ձեռք էին առնում։ Այսինքն հոգևորականի կողմից նման պահվածքը դա ամենավերջին մարդուն թիրախավորելը իր կազմվածքի համար։ Երկրորդը, օրեր հետո ինձ Գևորգյան հոգևոր ճեմարանի քարտուղարությունից զանգահարում են և տան հեռախոսահամարին հեռախոսին պատասխանում է հորաքույրս։ Նշում են, որ շնորհավորում ենք, հարգելի Ռաֆայել, դուք ընդունվել եք Գևորգյան հոգևոր ճեմարան և երրորդ փուլի ամենաբարձր միավորով, 7.5 միավորով, ինչքան հիշում եմ, որոշ ժամանակ անցնում, կապնվում եմ Տեր Հովելի հետ, ասում եմ Տեր Հայր ջան, ասում եմ սենց բան կա, Տեր Հովելը իմ հետ հետո կապ է հաստատում և նշում, որ գիտեք Ռաֆայել ջան, հանձնաժողովը որոշել է, որ դուք փորձառության պակաս ունեք։ Հիմա այստեղ ինչ է կատարվում, այստեղ չեք կարծում, որ կոռուպցիոն սխեմա կա։ Որ պաշտոնակ քարտուղարությունից Մայրաթորի Գևորգյան հոգևոր ճեմարանի զանգում են նման բան են ասում, իսկ տեսու չէ այդ ամեն ինչը ժխտում է։ Չփորձեցիք պարզել։ Այդ ամեն ինչը պարզել ենք։ Դա ընդամենը անարդարություն է այդ ամեն ինչը։ Իրավապահ ոչ մեկի, նայեք, ես կարծում եմ, որ այդ ամեն ինչը կարող կոռուպցիոն տարեր, ոչ, ես այդ ամեն ինչի հետևանքով դուրս եմ եկել եկեղեցուց։
Ես միջև այդ եմ դպիր եղել 2018 թվականին, 2020 թվականին դիմել եմ Գևորգյան հոգևոր ճեմարան։ Իսկ ինչպես դարձաք օրինակ պարոն Բարսելյանի հասարակական հիմունքներով օգնականը։ Նայեք, 2020 թվականից հետո, երբ որ եկեղեցուց դուրս եկա, ես հիասթափված արդեն եկեղեցուց դուրս եկած, որպես քաղաքացի, որպես աշխարհիկ մարդ, նույնը խոսում եք դաջվածքի մասով, բոլորս էլ կարող ենք դաջվածք անել։ Ես որպես աշխարհիկ մարդ, նայեք, այո, դադարեց Նայեք, ես կոնկրետ հոգևորականները, որ նշում եմ, իրանք որ այդ ամբողջ խնդիրը բարձրաձայնում են, ես որ բազմիցս որպես դպիր, որպես այն նվիրապետական աստիճանակարգի ամենացածր պաշտոն ունեցող մարդը, որ միշտ բարձրաձայնել եմ, այդ ամեն ինչ ուղղակի անտեսվել է։ Ելքը տեսակ ՔՊ-ում, հա, ելքը տեսակ ՔՊ-ում։ Դա կապ չունի, ՔՊ-ն կապ չունի։ Կա արդյոք եթե Կոնկրետ եկեղեցուց դադարեցել եք ձեր դպիր լինելը, եկեղեցում կա արգի կրկին վերադառնալու Ոչ։ Նայեք, դպիրը, կուրարակի, սարկավակ, նման նվիրապետական աստիճանակարգ ունեցող հոգևորականները իրենց չեն կարող կարգալույց անել, ոնց որ հոգևորականին, քահանային օրինակ։ Բայց կանոնագրքի համաձայն կոնկրետ կետեր կան, որ դեպքում կարող են կարգալույց արվել հոգևորականը։ Իսկ այս դեպքում Տեր Արամին, Տեր Տարոնին եւ այլ հոգևորականներին, որ նախկինում կարգալույց են արվել, այդ ամեն ինչի մասին խոսալու համար։ Հիմա խաղցինք արձագանքեք, ձեր մասին է խոսքը, դուք ասում եք Սպասեք։ Նայեք, դպիր լինելը, ես որևէ դա ձեռնադրություն չի, դա տվչություն է։ Ես իրավունք եմ ստանում խորան բարձրանալու կիրակի օրը նշել եմ 2018 թվականի դեկտեմբերի 25-ին Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռամբ այսպես ասած ձեռնադրություն է արարողությունը կոչվում, բայց դա տվչություն է համարվում։ Դպիր եմ դարձել, բայց դա կոնկրետ ինձ չի պարտավորեցնում, որ ես պետք է գիտեք ամբողջ օրը եկեղեցում լինեմ։ Ես այսինքն տվյալ դեպքում հանդիսանում եմ կիսաաշխարհիկ մարդ, որ եւ կարող եմ ֆուտբոլ խաղալ, սիրում եմ, եւ կարող եմ ձեր նման էլի լրատվամիջոցներ, կոնկրետ, ես իմաստով եմ ասում, եւ ես իրավունք ունեմ ընտրելու, եւ իրավունք ունեմ ֆուտբոլ նայելու, ֆուտբոլ խաղալու, եւ իրավունք ունեմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նայեք, դուք այդ ամեն ինչը թիրախավորում եք։ Ես հիմա եւ իրավունք ունեմ քաղաքականությամբ զբաղվել, եւ իրավունք ունեմ, եթե ինչ-որ անարդարություն կա պղծություն, այդ պղծությունից խոսալ։ Սեփական որոշումն եք, հա։ Սեփական որոշումը չի, ես ով է կարգալույց անելու, ով ոչ, դուք իրավունք ունեք։ կոնկրետ գոյություն ունի, նայեք, եթե տվյալ հոգևորականները նախկին ուխտազանց անձինք միայն իրավունք ունեն մարդուն կարգալույց անելու, նորից եմ կրկնում, կանոնագրքին համապատասխան, ոչ թե իրենց անձնական ամբիցիաների համար։ Ձեզ կարող ենք տեսնել հաջորդ խորհրդարանակում ՔՊ ցուցակում որպես պատգամավորի թեկնածու։ Ոչ, ես չեմ առաջադրվել, համամասնական ցուցակում առաջադրվելու համար նախ պետք է լինել 25 տարեկան եւ ավել, ես 23 տարեկան եմ, նշեմ, այսքան, շնորհակալ եմ։